Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության կասկածյալը հայտնաբերվել է, պաշտոնական հաստատում դեռ չկա, բայց մամուլը գրում է, որ ձերբակալվածը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի ազգականն է, որի հարազատ եղբորը 29-ամյա Գրիգոր Օհանյանին սպանել էին փետրվարին։ Ըստ լրատվամիջոցի կասկածյալին հայտնաբերել են հենց իր տանից։ Կինոլոգների աշխատանքի շնորհիվ շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ տուն։ Գործողությունները կատարելուց հետո ենթադրաբար նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով հողատարածքով մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, եւ այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել։ Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հարցումներին ի պատասխան անուններ չի տվել, միայն ասել է, որ բերման են ենթարկվել տարբեր անձինք։ Այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Այսօր հայտնի դարձավ, որ Հրաչյա Ղազարյանն ազատվել է ԿԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Այդ մասին հրաման է ստորագրել կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ներողություն, ինչ կարող եք ասել սպանության հետ կապված, դուք ընդունում եք մեղադրանքը։ Ինչ կապ ունեք սպանության հետ։ Կասեք, ինչ կապ ունեք սպանության հետ։ Բան չունեք ասելու։ Դուք կապ ունեք հանցագործության հետ։ Որևէ բան կարող եք ասել։ Ճանաչում եք Վալոդիա Գրիգորյանին։ Մերձավանի սպանությունների մասին լրագրողները փորձել են տեղեկություն ստանալ գլխավոր դատախազից, Աննա Վարդապետյանը սակայն հարցերին հստակ չի պատասխանել։ Դուք ձեր անպատժելիության, ձեր գործունեության գլխավոր դատախազի հետևանքը չեք տեսնում։ Տիկին Վարդապետյան, չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը ձեզ էր ուղղված, այն մասին, որ պիտի կարգելիչ միջոցառումներ իրականացվեին։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խոսքով Վալոդիա Գրիգորյանի սպանությանը քաղաքական աստար պետք չէ տալ։ Նման որակումները կոռեկտ չեն, ասել է նա եւ պատասխանել նաեւ հարցին, թե ինչու են իր առաջ փակել համալիրի դռները ՔՊ համաժողովին։ Ակնհայտ է, որ պատճառը անդամավճարը չէ։ Նա իմ համագյուղացիներ, իմ պապիկի եւ իր պապիկի տները իրար հարևանությամբ էին եւ իր հայրը, ում այսօր ես հնարավորություն ունեցա ցավակցական խոսք ասել, իմ հոր եղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմներ էին, իրար հետ աշխատել են երկար տարիներ եւ ինձ համար սա նաեւ անձնական հարց էր, չնայած ես երբեք չեմ ճանաչել պարոն Գրիգորյանին, բայց սա նաեւ ուզում ի գիտություն ձեզ իմանաք եւ քանի որ բազմաթիվ հարցեր են հնչել, ուզում եմ միանգամից ասել, որ այն բոլոր գնահատականների եւ քաղաքական աստառներ տալու փորձերը ես կարծում եմ, որ ոչ միայն կոռեկտ չեն, այլ նաեւ իմ պատկերացրած բարոյական շրջանակներում չեն տեղավորվում։ Դուք 30,000 դրամի պատճառով չեք մասնակցել ԿՊ համագումարին։ Նախ ուզում եմ տեղեկացնել, որ ընդհանրապես կանոնները համագումարին մասնակցության տարբեր այլ կանոններ սահմանվում են քաղաքացիական պայմանագրի համապատասխան որոշումներով եւ այդ որոշումները բոլորի համար են։ Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան կայացված, ես իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես ես իմ պարտավորությունները կատարել եմ եւ այն ինչի մասին որ դուք խոսում եք, դրա բարձրաբանումները տրվել են, ավելորդ անգամ ես չեմ ուզենա դուք գիտեք, որ ես Չինաստան այցելության եմ եղել այդ ժամանակներում եւ չեմ ուզենա, որ մենք տեխնիկական դետալների մեջ մտնենք, ընդհանրապես կուզենամ ասել, որ որևէ քաղաքական խնդիր ես այդպես չեմ տեսնում։ Իլհամ Ալիևն է խոսել Նյու Յորքում տարածաշրջանային հաղորդակցությունների մասին, նշելով, որ դրանք կայուն խաղաղության իրենց տեսլականի հիմքն են։ Ադրբեջանի նախագահը կրկին օգտագործել է Զանգեզուրի միջանցք եզրույթը, նա ասել է, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը թրիփն է, որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել։
Մի ուշագրավ լուր Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Լրագրողը Թրամփին հարցրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Թրամփն ասել է, որտեղ, ում հետ Ալիևի և Փաշինյանի արձագանքել է լրագրողը։ Ի պատասխան Թրամփն ասել է, որ ոչինչ չի կարող ասել այդ մասին։ No, I can't. Հայաստան խմբակցությունը միացավ պատիվ ունեմի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, փաթեթը հանձնել են խորհրդարանական լսումների ընթացքում։ Ինչ ծրագրով, ինչ քայլերի հերթականությամբ, ինչ ժամկետներում պետք է հարցնենք իրենց։ Մենք էլ մշտապես պատրաստ ենք այդ խնդիրը քննարկելու եւ մեր աջակցությունը ցուցաբերելու։ Իսկ խորհրդարանի դիմաց լրագրողների հետ զրուցել է պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, արձագանքելով հարցերից մեկին ասել է, եթե կալանքներից վախենան, Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը կմնա իշխանության։ Պարապ մնալուց լավ չի, պրոցեսը որովին նախաձեռնել են։ Բերեք մի բան անենք, հետո ասենք, արդյունքը լավը կլինի, թե վատը կլինի։ Ալեն Սիմոնյանն արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում, ասում է, ժողովուրդն իրենց 5 տարով է պատվիրակել։ Իրենք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը աճ կա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։ Արտակարգ պատահար Սմոլենսկի մարզում երկաթգծի վրա բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար մեքենան կանտուժացներ։ Առաջարկում եմ միասին ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է, պարզվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Rose Road սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում։ Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ Մատենադարան է տարել, շրջել են Երևանի փողոցներում։ Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երևանյան հին շենքերով, շփվել է ռուսերենով։ Հրապարակը գրում է ՔՊ վարչության ընտրությունները, ասում են Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ աշխատակազմի ղեկավարը Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել օթերից, ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների։ Փաշինյանի աջ ձեռքը, որը նաև նրա թերթի ընտանիքի եւ ՔՊ-ի գանձապահներ երկար տարիներ, մինչև վարչության ընտրությունները թե խմբակցությունում, թե կուսակցությունում ամենաազդեցիկ մարդկանցից էր։ Ռուլի տերանում շատ ներկուսակցականներ իշխանական պրոցեսներ ղեկավարում էր ՔՊ-ական կանանց։ Շատերը կասկած չունեին, որ Փաշինյանի շնորհիվ նա ընտրություններին բարձր ձայներ է ստանալու, սակայն 1000-ին մոտ պատվիրակներից նա ընդամենը 308 ձայն է ստացել եւ վարչության կազմում կարողացել է ընդգրկվել միայն կանանց կվոտայի շնորհիվ։ 316 ձայն ստացած Սասուն Միքայելյանին դուրս մղելով։ ՔՊ-ում ասում են, որ նա մանտրաժի մեջ է եւ դա նաեւ նշանակում է, որ Փաշինյանը բավարար հեղինակություն չունի կուսակցությունում, հազիվ իր հարցերն է կարողանում լուծել, իսկ նրա մերձավորներին անգամ մարդիկ ձայն չեն տալիս, որովհետեւ առաջնորդի կամքն այլևս որոշիչ դեր չի խաղում։ Նույն աղբյուրը գրում է, ուղիղ 1 տարի առաջ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չհամաձայնեց հրաժարվել Սահմանադրության մեջ առկա կայուն մեծամասնության հոդվածից։ Ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունն ախտորոշելուց հետո, հայտարարել էր Արդարադատության այն ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը, որն ի պաշտոն է ղեկավարում էր խորհուրդը։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են 2027 թվականին Սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն գործող խորհրդի կազմում ներգրաված քաղաքասարակության ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներն առաջարկում էին չսպասել մինչև 2027 թիվը այս դրույթը խորհրդարանի քվեարկությամբ փոխել մինչև 2026-ի ընտրությունները։ 1 տարի անց խորհուրդը որոշել է հրաժարվել այս ամենաքննադատված դրույթից, բայց այս դրույթը հաջորդ ընտրություններին 2026-ին դեռ կգործի, իսկ այն տարբերակները, որոնք պատրաստվում են կիրառել կայուն մեծամասնության դրույթի փոխարեն, առանձնապես փայլուն լուծումներ չեն, եթե չասենք իշխանության օգտին լուծումներ են։ Ընտրությունների արդյունքում կարող են առաջին 2 տեղերը զբաղեցրած ուժերը ստանալ, ասենք յուրաքանչյուրը մոտ 25%, բայց
երկրորդ փուլի շնորհիվ այդ ուժերից մեկը կստանա խորհրդարանական մեծամասնություն եւ միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն, եւ դա անկախ նրանից, թե ընտրատեղամաս եկած քաղաքացիների ընդամենը 1/4-ն է ընտրել այդ ուժին։ Հենց այս դրույթի համար էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ժամանակին անխնաքննադատում Սերժ Սարգսյանին, թե իր հակով կոստյում է կարել, որ հավերժ իշխանության մնա եւ խոստանում էին իշխանության գալուն պես հրաժարվել այդ դրույթից։ Սակայն 8 տարի վայելեցին Սերժ Սարգսյանի կոստյումը եւ հիմա հայտարարում են, թե հրաժարվում են կայուն մեծամասնության երկրորդ փուլ գնալու դրույթից, բայց դա կլինի լավագույն դեպքում 2031 թվականի ընտրություններին։ Ժողովուրդը գրում է սեպտեմբերի 18-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարություն է հրավիրել կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցների։ Նույն աղբյուրների փոխանցմամբ նախարարություն հրավիրված աշխատակիցները նախապես տեղեկացված չեն եղել հանդիպման նպատակից։ Այնտեղ նրանցից պահանջվել է հանձնել բջջային հեռախոսները, ժամացույցներն ու պայուսակները անկախ սեռից։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով այս հանգամանք աշխատակիցների շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ անվտանգության նման պահանջներ կարծես թե կիրառվում են միայն բարձրագույն մակարդակի հանդիպումներում, օրինակ վարչապետի մոտ ընդունելությունների ժամանակ։ Ըստ ամենայնի նման քայլը պայմանավորված է նախարարի այն մտահոգությամբ, որ հանդիպումների ընթացքում որևէ մեկը կարող է ձայնագրել ներքին քննարկումները կամ արտահոսք ապահովել։ Կամչատկայում արջը հարձակվել է մարդու վրա, տղամարդը հրաշքով է փրկվել նստելով մեքենան, սակայն կենդանին չի հանձնվել եւ հետապնդել է տեղից շարժվող մեկ այլ մեքենայի։ Սանկտ Պետերբուրգում կեղծ ալկոհոլի պատճառով 19 մարդ է մահացել, մի քանիսին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Ալկոհոլ վաճառած անձինք ձերբակալվել են։ Պարզվում է ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է նաև պարգև դառնալ։ Մեքսիկայում գարեջրով բեռնված մեքենա է շրջվել։ Վնասը մեծ չէ ու բնակիչները հնարավորություն են ունեցել անվճար օգտվել արկղներից, անվճար գարեջուր խմել։ Բրազիլիացի սկեյթբորդիստը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Սանդրո Դիասը սկեյթով իջել է 22 հարկանի շենքի բարձրությունից, ահա ուշագրավ կադրերը։ Եվս մեկ ռեկորդ է սահմանել լեհ ալպինիստ Անջեյ Բարգիելը։ Նա դահուկներով 16 ժամում բարձրացել է Էվերեստի գագաթ եւ իջել է առանց հավելյալ թթվածնային բալոնների։ Եվ եղանակ սպասվում է առանց տեղումների։ Եղանակ ջերմաստիճանը վաղը կնվազի 5-ից, հաջորդ օրերին նույնքան կբարձրանա։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։